Բակում ելակ են ցանել, կանաչին է սող, բայց չգիտեմ ով պետք է ուտի այս ամենը։ Մանկապարտեզ է այստեղ, մսուր մանկապարտեզ, մի քանի կորպուսներով։ Ինչ գեղեցիկ վարդեր են։ Չայնայա ռոզա այդպես է կոչվում։ Ուզում եմ ցույց տալ մոստի վրա տրամվայ է կանգնած, այնտեղ նույնպես, այն մասում նույնպես եւ այստեղ նույնպես, կարծես փորձադուլ այդ արած լինի։ Բոլոր տրամվայները կանգնած են։ 1, 2, այն մասում, ծառերի հետևում 3 եւ մի հատ էլ այն կողմում։ Կարծես թե շարժվեցին բոլորը մի անգամից։ Ասեմ, որ վարորդների մոտ կապ կա, կարողանում են բոլորը միմյանց հետ կապ հաստատել, ինչպես նաև կենտրոնի հետ կապ հաստատել։ Դրա համար անվտանգ է ու ապահով երթևեկությունը Ֆրանսիայում։ Ուզում եմ ցույց տալ այստեղ կողպեքները, որը սիրահարներն են կախում, որպես սիրո հավերժության խորհրդանիշ։ Նույնիսկ անուն կա դրված այս կողպեքների վրա։ Տեսնում եք ինչքան շատ են, եւ բոլոր կամուրջների վրա կան այսպիսի կողպեքներ։ Լավ են երգում ցիտիկները։ Գետը խաղաղ է այսօր եւ զմրուխտ է գույն ունի։ Շատ գորշ եղանակ է, նկարել գրեթե չի լինում։ Ես չգիտեմ այս կադրերը կտեղադրեմ թե ոչ, ամենայն դեպս նկարեցի։ Հին տները կարծես ամրոցներ լինեին եւ նշանավոր տները այս քաղաքի գետի երկայնքով են կառուցվել, ինչպես Վենեցիայում, նույնպես նշանավոր հարուստ տները վաճառականների եւ այդ թվում հայտնի մարդկանց գետի երկայնքով է կառուցվել։ Եվ երբ որ նավով գետի վրայով շրջագայում ենք ամբողջ քաղաքը տեսարժան վայրերը դիտելու, այդ մարդկանց տները նույնպես տեսանելի են։ Մի խումբ երիտասարդներ։ Տեսնում եք ինչքան հասարակ բազիկ են հագնված եւ կոսմետիկ միջոցներ էլ չեն օգտագործում, այդքան շատ չեն շպարվում։ Իսկ քաղաքներ կան ամենօրյա հագ ու կապարատու զարդը եւ կոսմետիկ միջոցները օգտագործվում է ամեն անգամ տանից դուրս գալուց, կարծես թատրոն են գնում, այնպես են շպարվում երիտասարդները, փորձում են դուր գալ, միշտ ֆորմայի մեջ լինել, իսկ այստեղ ոչ, այնպես ինչպես քեզ է հարմար, կուզես կանես, կուզես ոչ, քեզ կարևորը դուր գա ու հարմար լինի, այդ ռասլաբլինի վիճակը ինձ դուր է գալիս։ Բայց մի կողմից էլ շատ նուդիստ են, այսինքն
Նուդիստ նշանակում է բնական այնինչ բնությունն է տվել, ասենք ծերությունը, բնական սպիտակ մազերը չներկել, կոսմետիկ միջոցներ չանել, չխնամվել, չարտարվել, այնպեսին ինչպեսին կաս դուրս գաս տանից, միգուցե դա էլ հարգանքի պակաս է մյուսների հանդեպ, չգիտեմ։ Ամեն դեպքում հաճելի է, երբ տեսնում ես գեղեցիկ, խնամված, կոկիկ մարդկանց, ըստ ինձ, չգիտեմ, որն է ճիշտը։ Մեկնաբանություններ թողեք, ըստ ձեզ որն է ավելի ճիշտ տարբերակը։ Այնպես ինչպես կաս դուրս գաս առանց կոմպլեքսների, թե ուղղակի խնամվես, արդարվես, պատշաճ տեսքի քեզ բերես նոր տանից դուրս գաս։ Հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքները։ Թողեք մեկնաբանություններում։ Ինչպեսի գեղեցիկ պատուհանագոգ։ Գնում եմ ռուսական խանութ, պաղպաղակ գնելու։ Ասեմ, որ իրենք տեղյակ չեն, որ ավտոմատ ես իրենց խանութը ռեկլամ եմ անում, բայց պատահական ձևով, ոչ թե պայմանավորված, ասեմ, որ ես իմ պաղպաղակների դիմաց պետք է վճարեմ անպայման։ Պարզապես ուզում եմ տեղեկացնել Տրասբուրգում ապրող հայերին, որ այստեղ կա ռուսական խանութ, ահա անվանումը։ Այս խանութը առաջին իսկ օրվանից երբ բացվել է, ես հաճախել եմ այստեղ, համեղ պաղպաղակներ են վաճառվում։ Ինձ սիրուն վարդեր են։ Վարդերն եմ նկարում։ Ճիշտն ասած, տունը չի կարելի նկարել, առհասարակ պետք է ունենալ սեփականատիրոջ թույլտվությունը, բայց ես վարդերի նկատմամբ անտարբեր չկարողացա գտնվել։ Ահա եւ իմ համեղությունները ռուսական խանութից ովքեր են սիրում այս շոկոլադից պարիսպի։ Սա էլ կտրոնը։ Հասցեն, ովքեր ուզում են օգտվել այս խանութից։ Տեղատարապ անձրև է սիրելիներս։ Ահա այսպեսին է այսօր գետը, խորդառատ, անձրևաշատ, բոլորը շտապում են, իսկ ես կանգնեն նկարում եմ։ Տեսեք հաշվանդամը զոնտիկով։ Ինչպեսի գեղեցկություն։ Տարվա բոլոր եղանակներն ունեն իրենց գեղեցկությունը։ Ես վազեցի, անձրևը ուժեղացավ։